Փաստորեն դատարանում այդպես էլ չապացուցվեց, որ Տիգրան Դերմոյանը, չնայած չէ, իրեն ապացույցներ էին ներկայացրել որպես տեսանյութեր, որոնցում իբր պիտի ապացուցվեր, բայց մի քանի ատյանով անցել ենք, մի փոքր համառոտ ներկայացրեք։ Տիգրան Դերմոյանի գործը Հայաստանում չարդարադատության փաստի մասին է, սա միայն գործ չէր, որով դատարանները փորձում էին լավություն անեն Փաշինյանի ընտանիքին, սա գործ էր, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի։ Փաստն այն է, որ Տիգրան Դերմոյանը դատապարտվեց տուգանքի այն ապացույցով, որտեղ ինքը ընդհանրապես չկա։ Եվ ամենավատը նա էր, որ գոյություն չունեցող փաստով Փաշինյանի կամ Աննա Հակոբյանի ծառայություն մատուցեց երկրի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով ընդհուպ մինչև Վճռաբեկ Ատյանը Դերմոյանին ազատազրկելու ցանկություն ուներ, անձամբ էր բողոք գրում Դերմոյանի դեմ։ Մենք այս գործը դարձնելու ենք միջազգային ատյաններում քննարկման առարկա, նախապես տեղեկացնում եմ բոլոր այն պաշտոնյաներին, քննիչ, դատավոր, դատախազ, ովքեր Դերմոյանին դատապարտելու գործին դիպչել են, Եվրոպական դատարանի վճռից հետո հուսով եմ ինքնիշխան Հայաստանում այդ անձին կդառնան գործազուրկներ։ Մյուս Դերմոյանների ճակատագրերի հետ չեն խաղալ։ Մի դրվագ ընդհանրապես կուզենամ ասեմ, որպեսզի մեր դիտողներին չծանրաբեռնեմ, Տիգրան Դերմոյանը բերման ենթարկվելուց հետո նրանից արգրավում են բոլոր դեղերը։ Տիգրան Դերմոյանը տեսողության խնդիր ունի, ինքը չի կարողանում առանց դեղերի կաթիլայինի տեսողության խնդիր ունի, նրանից արգրավում են դեղերը, տանում ԶՊՎ եւ ստիպում որոշ փաստաթղթեր ստորագրի առանց ընթերցելու։ Նրա հետ վարվել են բոլոր հնարավոր լկտի ձևերով։ Տիգրան Դերմոյանը դատապարտվեց միայն այն պատճառով, որ ոստիկաններից մեկը ցուցմունք էր տվել, որ Դերմոյանը մշտապես գտնվում է Բևեռի հետ, հերթապահում է Ազատության հրապարակում Բևեռի նստացույցի ժամանակ, այդ դրա համար Տիգրան Դերմոյանը դատապարտվեց։ Ամեն դեպքում դատախազները, դատավորները, քննիչները, բոլոր այն պաշտոնյաները, ոստիկանները, սուտ ցուցմունք տված ոստիկանները կայացրեցին վճիռ, որը օգտագործվեց Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի դեմ։ Ճակերտների մեջ նրանցից մեծ շնորհակալություն եմ հայտնում։ Նրանք այսպիսի լավ հնարավորություն տվեցին, որպեսզի եւս մեկ անգամ մենք կարողանանք մեր հանրությանը տեղեկացնենք, որ Նիկոլը դավաճան է։ Եվ այս ակցիան էլ խորհրդանշական է, փաստորեն կոպեկներ շպրտել Փաշինյանների ընտանիքին։ Այո, բնականաբար խորհրդանշական էր, ափսոսանքով եմ նշում, որ նույնիսկ այս կոպեկները Դերմոյանը ստիպված է լինելու վճարել դատավճռի կատարման իմաստով, բայց նրանք ավելին արժանի չեն։ Չգիտեմ, նրանք պարզապես 70-ամյա պապիկից այս տուգանքը ստանալով, կորզելով ցույց տվեցին, որ իրենք շատ էժան են։